Մի փոքր խոսեմ ջրի մագիայից եւ քաոսի մոգությունից։ Որն է դա։ Թե ինչպեսի որակով դուք կարող եք դա օգտագործել, սա միայն այն մարդկանց համար, ովքեր որ հասկանում են ջրի տարից, այս ուժից, որը հենց ինքը ղեկավարը Նեպտունն է, բոլորդ լավ գիտեք, ասպիդը և քաոսը, ինչ ընդհանրապես նշանակում, ինչ որակ է նա իր մեջ պարունակում եւ այլն։ Այստեղ մեծ կապ ունի քաոսի, մոգությունը տիրապետելու մարդու ենթագիտակցականը եւ ենթագիտակցականի որակը, ով կարող է տիրապետել հենց այս մագիային։ Ինչու, որովհետև մարդու կառուցվածքային ստեղ գիտակցությունը շատ դժվար է տրվում, Քաոսը դա ինքը բացարձակ է, առանց ֆորմայի, այսինքն առանց ձևի։ Եվ որպեսզի մարդիկ փորձեն իրենց պրակտիկայում քաոսի մագիան, ինչ պետք է անեն, պետք է դուրս գան այդ ձևաչափից։ Ինչն է այստեղ հետաքրքիր, այսինքն մարդը ինքը պետք է անցնի իր բոլոր մակարդակները, այսինքն պետքա դու ինքդ քեզանից հրաժարվես, լինի ինքնահրաժարում քեզանից։ Նաև դու պետք է անցնես մահի միջով, կորցնես քո անձը, նաև քո իլյուզիաները, վարդագույն ակնոցները հանելով։ Անցնելով ինչի միջով, քաոսի, կորցնելով այդ ձևաչափը, ով այս ամենը անցնում է այս տեսակների միջով, որովհետև այս տեսակի քաոսի մոգությունը, երբ դու անցնում ես այս ամենի միջով, անգամ մարդը կարող է կորցնել իր անունը եւ շատ դժվար կլինի, որ նա կարողանա հիշել իր անունը։ Ինչու, որովհետև քաոսը, այս ուժը մոգության մաքրում է ամեն ինչ։ Քաոսի մագիան նաև կարող է թույլ տալ լուծվել, Ռաստվարիցա ռուսերեն են ասում, եւ վերականգնվել։ Ավանդույթները, եթե տային մարդկանց այս գիտելիքը, 100% մարդ պետք է իմանան, որ դա իրենց չի պատկանում։ Իսկ ինչու կարող եք հարց տալ, որովհետև մարդը այդ գործիքը չունի, ինչ անի, ջնջի հիշողությունը, իրան նորից ստեղծի, հետ բերի եւ այլն։ Բայց այստեղ կա մի փոքր նրբություն, ես հաջորդ իմ ուրեմն լեկցիայում կասեմ, սովորել ջրի մագիան, ջրի մոգությունը, որը դուք կարող եք պրակտիկաներ անել համարյա ամեն օր։